Տիկին Գալյան Հիկմետ Հաջիևը անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխությանը, նշելով, որ առաջիկայում այդ գործընթացը մեկնարկելու է եւ հնարավոր է հանրաքվե լինի, պահանջում են Հայաստանի սահմանադրությունից հանել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը, ինչ կասեք սրա վերաբերյալ, արդյոք առաջիկայում սպասվում է նաեւ հանրաքվե, որի մասին Ադրբեջանից է նշում։ Մենք տարիներ է խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին եւ միշտ ես նշում եմ նույն բանը, որ սահմանադրությունը փոխելը կամ չփոխելը միայն մեր ներքին խնդիրն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու ունենալ նոր սահմանադրություն կամ չունենալ նոր սահմանադրություն։ Այն, որ սահմանադրության նախագիծը մշակվում է, բացարձակ գաղտնիք չէ, այն, որ նոր սահմանադրության ընդունումը եղել է նաև քաղաքական հանձնառություն, դա էլ գաղտնիք չէ, հետևաբար մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին եւ իրականացնել դրանք։ Տեքստը երբ պատրաստ կլինի հայտարարել։ Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով որևէ բան նշել չեմ կարող։ Իսկ Ադրբեջանին որտեղից այդ ազդակը, որ պետք է հանրաքվե լինի Հայաստանի սահմանադրությունից։ Իսկ օրինակ դուք որտեղից կարող եք իմանալ, որ պետք է հանրաքվե լինի սահմանադրությունը ընդունելու համար։ Գուցե գրված է օրենսդրական ակտերում այդ մասին եւ բոլորը այդ մասին գիտեն եւ բոլոր երկրներում է այդպես որպես կանոն բոլոր սահմանադրությունները ընդունվում են ժողովրդի կողմից, եթե հատկապես խոսքը ժողովրդավար երկրների մասին է եւ այդտեղ որևէ գաղտնիք եւ որևէ սենսացիա չկա։ Պարզապես դեպի նախարար Հիկմետ Հաջիևը հայտարարել էր, որ շուտով լինելու է այդ փոփոխությունը եւ արդեն իսկ որևէ խոչընդոտ չի լինելու խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում սեփական մտքեր է ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում եւ ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն թե կունենանք նոր սահմանադրություն, թե չկորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամներ խոսվել է նոր սահմանադրություն ունենալու մասին եւ ժողովուրդի վստահության քվեն տվել է մեզ եւ հետեւաբար դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը սահմանադրության մշակման, դրա հետագայում հրապարակման եւ հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստի։ Նախաբան ասել եք, որ դեռ մարտին պետք է հրապարակվի, փոքր ուշ միացան հնարավոր ասել եք։ Այ կոնկրետ ասել ժամկետը կա, երբ է նոր տեքստը հրապարակվելու եւ անկախության հռչակագրի վերաբերյալ նոր տեքստը կհրապարակվի, ո՞ց բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Ես չեմ կարող ասել, որովհետև դա միանձնյա որոշում չէ եւ դա կոլեգիալ որոշում է եւ երբ որ այդ որոշումը կայացնի, որոշումի մասին բոլորը կիմանան։ Նախարար որ չի հրապարակվում, որն է պատճառը։ Մի հարց ես կամ ինչ տարբերություն թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Այսինքն երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման եւ շատ երկար եւ մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերից միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված։ Ոչ, սիրելիներ, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին, սահմանադրությունում որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման։ Նույնիսկ օրենքներում փոփոխություններ չեն արվում առանց հրապարակման։ Այսինքն ոչ մի կոնսպիրոլոգիական ինչ-որ միտք չպետք է լինի ասել։ Գալյան հիմա փաստորեն իշխող մեծամասնությունը, ով նախաձեռնողն է հայ սահմանադրական փոփոխությունների, խնդիր ունի այդ նոր սահմանադրությունը ընդունելու, սա ոնց է պատկերացնում ձայների հետ կապված։ Մենք խնդիր չունենք, մենք մեր հանձնառությունն է մշակել սահմանադրության նոր տեքստը եւ ներկայացնել հանրության դատին։ Հետո կչափենք, այո, եւ կառավարության միսիան այդ գործառույթը իրականացնել, այսինքն նախագիծը մշակելը, ներկայացնել հանրության դատին, քննարկել հանրության հետ, չափել հանրության ցանկությունները եւ ներկայացնել ազգային ժողով, այնպես որպեսզի ազգային ժողովը հաստատի։
Եթե ոչ, ապա կան նաև մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիություն իր ցանկությունների ամրագրման համատեքստում, մասնավորապես ստորագրությունների։ Ես չեմ կարող հիմա գուշակություններ անել, ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ Սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն։ Ես որևէ սցենար չեմ բացառում։ Անվելու է հողումը անկախության հռչակագրի նախաբանից անվելու է հողումը քննարկում եղել է այս առաջ հարցը տվեցիք եւ ես ձեր հարցին պատասխանեցի։ Ես արձագանքեցի հրապարակվի կտեսնեմ։ Բնականաբար հիմա չեք նշի մեծ այդուհանդերձ տեխնիկապես որ կետերի վրա եք հիմնականում աշխատանքներ տարում, որ նաև ձգձգվում է ինչպես գործընկերս նշեց, դեռ մարտին էր հայտարարում, որ հնարավոր է հրապարակվի, բայց մենք գործ ունենք բոլորովին նոր կոնցեպտի, նոր սահմանադրության, նոր տեքստի հետ եւ բոլոր կետերի վերաբերյալ մեր տարբեր գործընկերները ունեն տարբեր առաջարկներ կապված ոլորտային գործունեության հետ, որ իրենք են իրականացնում։ Եվ հետեւաբար կետերը առանձին նշելը նպատակահարմար չէ։ Երկար քննարկում ենք առաջարկները Որ հրապարակենք, ձեզ հատուկ կհրավիրեմ եւ կներկայացնեմ, թե տարբեր գերատեսչություններ ինչ առաջարկներ են ներկայացրել։ Քանի որ տեքստի մասին չեմ խոսում, չեմ կարող ասել բովանդակային ինչ առաջարկներ են ներկայացվել եւ որոնք են ընդունվել, որոնք ոչ, եւ կարծում եմ սա խիստ դրամաբանական է։ Իսկ եկեղեցու վերաբերյալ, քանի որ Սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը իրարից անջատ են, այդ կետի վերաբերյալ որևէ փոփոխություն նախատեսվում է։ Կոնցեպտուալ փոփոխություն եկեղեցու մասով չի նախատեսվում։